Բարև ձեզ բարեկամներ, փաստերի անակնկալների եւ կարճիքների հերոստալիքը Փակ TV-ին աշխատանքային նոր շաբաթն է սկսում։ Նոր շաբաթը դա իհարկե նոր իրադարձություններ է, նոր կարևոր փաստեր, անակնկալ իհարկե բացահայտումներ եւ իհարկե ինքնատիպ կարճիքներ։ Ու այս բոլորը արվում է մեր ունկնդրի համար։ Շերի բարեկամներ, պատահական չէ, որ աշխատանքային շաբաթը որոշել ենք սկսել մի անձնավորության հետ, ով ոչ միայն մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկն է, ով մեր ստեղծագործական կոլեկտիվը նույնպես ում շատ հարգում, ընդունում եւ ում, այսպես ասած, ցանկացած արարքի համար մենք կարող ենք այսպես գլուխներս բարձր ասել, որ այո, դա ճիշտ տարբերակ է։ Եվ այդ անձնավորությունը երևի ձեզանից շատերի նույնպես քաջածանոթ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, պարոն Սիմոնյան, որ մեր ծրագրի հյուրն եք։ Գիտեք, ամեն անգամ երբ դուք գալիս եք մեր տաղավար, ես նկատում եմ, որ մեր ստեղծագործական խմբի անդամներն են աշխուժանում եւ ամեն անգամ ձեզանից ինչ որ հետարքիր ինֆորմացիա ստանալու մեծ ակնկալիքներ ունեն։ Ես դա զգում եմ, դրա համար մեծ հաճույքով գալիս եմ։ Դե դուք կարող եմ ասել տանն եք, այնպես որ մենք ազատ զրուցելու ենք այսօր։ Շնորհակալ եմ։ Դե սկսենք երևի ներքաղաքական այս վերջի զարգացումներից, իրադարձությունների, ինչ իրավիճակ է մեր երկրում այս պահին։ Ես մի քիչ կոշտ բնութագրում ունեմ, որը որ ուղղակի մարդկանց մտքերում դաջվում է։ Կարծում եմ ներկա իրավիճակներում մենք ապրում ենք նախքին ներքաղաքական դաշտի վախճանի ժամանակներ։ Դուք ինքներդ շատ լավ գիտեք, հարուստ կենսափորձ ունեք եւ շփվել եք շատ շատերի հետ։ Այն ներքաղաքական դաշտը, որը Ղարաբաղ կոմիտեից ի վեր սկսեց ձևավորվել նոր անկախ ժամանակաշրջանում 91-ից սկսած, բայց դրանից էլ ավելի շուտ էլ 88-ից սկսած ձևավորվելու փուլից սկսած մինչև 2026 թվականը գոյություն ունեցող դադարելու է ապրել 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Ինչի եմ այդպես համարում, որովհետև հայ ժողովուրդը ոչ միայն քաղաքականապես հասունացել է, այլ նաև անզեն աչքով երևում է, թե որ քաղաքական ուժերը ինչ դիրքավորում են ստանում, որ քաղաքական ուժերը ինչ իրականում տոկոսներ եւ դիրքավորում ունեն, որը մեծապես ազդելու է եւ փոխելու է ամբողջ իրավիճակը։ Առաջանալու են նոր խաղացողներ, այնպիսիք, ինչպիսիք օրինակ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունն է անցյալ տարի ստեղծվել ու շարունակելու է թափ հավաքել։ Նորերը կլինեն, շատ-շատերը կդուրս գան քաղաքականությունից, ինքնաբերաբար լյուստրացիայի ժամանակաշրջան ենք մենք ապրում, երբ որ ժողովուրդը եւ պատմությունը մաքրում են դաշտը։ Եվ այս հանգամանքը նկատի ունենալով դուք ինքներդ եք նկատում, թե ինչ բևեռայնացվածություն կա եւ որպես կանոն որոշակի քաղաքական ուժեր թույլատրելի սահմանները ինչ աստիճանի են անցնում, թե նրանց լեքսիկոնի բառապաշարի առումով, թե նրանց վարքագծային վարքի մոդելների առումով, թե նրանց գործելավոճերի առումով։ Եվ այս ցայտնոտային իրավիճակը հաճախ իմի է բերում, թե իրականում այլ կերպ թվացող ուժերը ինչ արժե համակարգի կրողներ էին, նաև միմյանց միացողների համատեքստում եւ միմյանց չմիացողների համատեքստում եւ սա անզեն աչքով ցույց է տալու մեր քաղաքացիական հանրությանը, այդ թվում նաեւ Սփյուռքին ներքաղաքական դաշտի ամբողջ խճանկարը, որը փոփոխման ենթակա է։ Դե իհարկե ես գիտեմ, որ այս օրերին երբ արդեն ինչպես ասում են քարոզարշավները բոլոր կուսակցությունների, դաշինքների թափ է հաղորդում, դուք ունեք ձեր ծրագիրը։ Այո։ Ինչ ծրագրով եք մտնում պայքարի մեջ, ինչ եք ներկայացնելու մեր հանրությանը։ Մեր գրավոր ծրագրի տեքստը առայժմ հրապարակված չէ, օբյեկտիվ պատճառներից ելնելով, դրա ժամանակը կհասնի։ Բայց ես քանիցս իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը ծրագիրը բաժանել է որոշակի էտապների, նկատի ունենալով կարճաժամկետ այն որոշումները, որոնք ընտրվելուց հետո, հաղթելուց հետո անմիջապես պետք է կյանքի կոչվեն, եւ այն ծրագրերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն միջնաժամկետ կտրվածքում եւ հեռահար կտրվածքում։ Մենք սա քանիցս անգամ ձեր տաղավարում զրուցել ենք, խոսել ենք, բայց ես չեմ զլանա նորից կկրկնեմ։ Շատերը հարցնում են,
Ասում են ինչ ակնկալենք ձեզանից, եթե հունիսի 7-ին այնուամենայնիվ ձեր քաղաքական ուժը հաղթանակ է տանում եւ դուք ձևավորում եք, հնարավորություն եք ստանում հայ ժողովրդի կողմից ձևավորելու կառավարությունը որպես այդպիսին։ Առաջի որ որոշումներն եք կայացնելու։ Համար 1 որոշում Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը պետք է փոխվի եւ մենք ունենք այդ մոդելը, որը գերատեսչությունների եւ կառավարության առընթեր մարմինների փոփոխություններով պայմանավորված աստիճանակարգային եւ հորիզոնական կապ է ապահովելու միջ գերատեսչական։ Այսինքն կառավարությունը աշխատելու է ներառական, կրկնվող գործառույթներով պաշտոններ չեն լինելու, որտեղ եթե կրկնվող գործառույթներով պաշտոններ կան եւ դու առաջադրանք ես հղում, նշանակում է պատասխանատու չկա։ Որտեւ ամեն աշխատանքի համար, ամեն աշխատանքի հետևում թաքնված է անուն ազգանուն։ Եթե այդ անուն ազգանունը իդենտիֆիկացված չէ, նույնականացված չէ, պաշտոնի անձնագրի առումով, նշանակում է գործը չի կատարվելու, մնալու է օդում կախված։ Երկրորդ որոշմամբ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը փորձելու է ամբողջ հանրապետության եւ Սփյուռքի կադրային կապիտալը իմի բերելով, ինչքանով որ դա հնարավոր կլինի առաջին этаպում մեզ համար։ Առանցքային պաշտոններում նշանակել լավագույններից լավագույններին։ Եվ դա չի նշանակում, որ նրանք սեպագիր արձանագրության նման անբեկանելի են լինելու։ Նրանց տրվելու է 6 ամի ժամանակահատված, նրանք ստորագրելու եւ վավերացնելու են մեր ռազմավարությունը։ 6 ամսյա ժամանակահատվածում, եթե տապալում են գործընթացները, փոխարինվում են մեկ այլ պրոֆեսիոնալով։ Եվ դա քավլիցի պարտադիր չի, որ տվյալ պաշտոնին նշանակվող անհատը ներկայացնի կամ լինի Հայաստանի Շնորհապետական կուսակցության անդամ։ Որտեղ հաղթանակի պարագայում կուսակցության ղեկավարը պետք է դադարի միայն կուսակցության ղեկավար լինելու հանգամանքից եւ պետք է ստանձնի հանրապետության ղեկավարի կարգավիճակը նկատի ունենալով ամբողջ հանրապետության եւ հայ ժողովրդի կադրային բազան, ոչ միայն կուսակցության։ Երրորդ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում պետք է ձևավորվի այլընտրանքային արդարադատության ժամանակավոր հանձնաժողով, որտեղ ներառված կլինեն տեղի եւ դրսի բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք շահառու չեն լինի տարբեր գործերի առումով, որպեսզի խորազանին ուսումնասիրեն 1988 թվականից մինչև 2026 թվական տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործընթացները քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի մակարդակում նրանք ունենալու են միայն մեկ չափորոշիչ մինչև տարվա վերջ ամբողջ գործը իմի բերել եւ հնարավորության պարագայում փակել, արդարությունը վերականգնել։ Մենք դա կարծում ենք, որ կլինի այսպես, թեպետ եւ սեպտեմբերին է 9-րդ գումարման ազգային ժողովը լինելու, այսինքն 2 ամսվա ընթացքում եթե այդ հանձնաժողովը կայանա, գուցե եւ 2027 թվականի ամռան սկիզբ ավարտին հասցնեն նրանց աշխատանքները։ Ամեն օր երեկոյան ժամը 8-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Սփյուռքը Երևանի ժամանակով ժամը 8-ին երեկոյան պետք է շտապեն տներ, որ տեսնեն թե ով ինչ երբ ինչպես է արել։ Այս լյուստրացիան շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք մաքրել երկիրը եւ այն անձիկ, անհատները եւ քաղաքական ուժերը, որոնց գործունեությունը հարված է հասցրել Հայաստանի Հանրապետությանը երբևիցե, նրանք պետք է հուր հավիտյան զրկվեն Հայաստանի Հանրապետությունում пассив ընտրական իրավունքից, այսինքն ընտրվելու իրավունքից։ Դուք պատկերացնում եք դա որ կյանքի կոչվի ինչ կլինի։ 4-րդ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում բացի այլընտրանքային արդարացության վերականգնման գործընթացները մեկնարկելու են լայնածավալ փոփոխություններ եւ զարգացումներ զինված ուժերի կառուցվածքի փոփոխությունների հետ կապված նաեւ աշխարհազորի եւ մոբիլիզացիոն ռեսուրսի կառավարման առումներով։ Մենք մտածում ենք, որ զինկոմիսարիատները որպես մոբ ռեզերվի զորահավաքային ներուժի եւ սա միայն մարդկային կապիտալի մասին չի խոսքը գնում գործառույթների առումով չեն կարողանա ամբողջ բեռը տանել իրենց վրա այս մոդելը չի գործելու պետք է փոխել մոդելը եւ մոդելի մեր առաջարկած տարբերակը հետեւյալն է լինելու որ յուրաքանչյուր համայնքապետ ունենում է առաջին տեղակալի կարգավիճակում զինվորական ատաշե որը մոնիտորինգի պետք է ենթարկի տեղերում արդեն համայնքի մոբիլիզացիոն ռեսուրսը Բացի այդ կարճաժամկետ ծրագրեր պետք է իրականացվեն հարկային եւ մաքսային փոփոխությունների հետ կապված, որպիսի փոքր եւ միջին ձեռնարկատերերը կարողանան ավելի կոմֆորտ զգան, կարողանան զարգանալ։ Դրա մասին քիչ ուշ ավելի կխոսենք, բայց միջ այդ որոշումների արագ կայացվող որոշումների մեջ մտնելու են նաեւ լայնածավալ համաներումը,
ամնիսիա կոչեցյալը, բանտերում շատ մարդիկ կան, որոնք որ կարող են եւ բանտերում չգտնվել, վերապահումով եւ փորձաշրջանով ազատ արձակվել։ Իհարկե սկզբունքներ մենք ունենք, որոնք որ չեն վերաբերվելու առանձնակի ծանր հանցագործություններ իրականացրած անձանց եւ այն անձանց, ովքեր որ երբևիցե սեռական բնույթի կամ մանկապղծության մեջ են մեղադրված եղել կամ թմրամիջոցների տարածմանն են նպաստել։ Մնացած այլ անհատները, որոնք որ մեր սկզբունքներին հակասող որևէ գործառույթ չեն արել, բանտերի թեթևացման ծրագիր պետք է իրականացնենք։ Հաջորդ արագ որոշվելիքը պետք է լինի նաև դրամական ամնիսիա։ Պետք է հասկանանք այն ընտանիքները, որոնք ահռելի պարտքերի բեռի տակ են կքած, ինչ միջոցներով կարող ենք փոխհատուցել եւ նրանց երկրորդ շանս նվիրել, որտեղ արտաբյուջետային մեթոդներ կան եւ այլն եւ այլն։ Հաջորդ քայլով անմիջապես պետք է փոփոխվի նախընտրական ընտրական սահմանադրական օրենսգիրքը։ Այնտեղ բազմաթիվ բացեր եւ խութեր կան, խնդիրներ կան։ Պետք է շատ արագ 1 տարվա ընթացքում փոփոխությունների ենթարկվի ընտրական սահմանադրական օրենքը, կուսակցությունների մասին օրենքը եւ ժողովրդի արչեւ պետք է եկող տարի գարնանը դրվի արդեն մարտին նոր սահմանադրության նախագիծը, որը չի լինելու արտաքին պետությունների պատվեր, այսինքն այդ սահմանադրության մեջից երբևիցե Հայաստանի Հանրապետության անկախության հիմքեր հանդիսացող հռչակագրերը, արժեհամակարգերը չեն նսեմացվելու, նրանք պահպանվելու են եւ այդ ներածականով հանդերձ պետք է ուղղակի բարեփոխել, որ հայ ժողովուրդը ձերբազատվի Սերժ Սարգսյանի կոստյումից։ Եվ դուք պատկերացնում եք, եթե մենք այդ ծրագրերը 1 տարում անենք ու ենթադրենք լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մենք ազատագրած կլինենք Հայաստանի Հանրապետությունը։ Ես իհարկե հասկանում եմ, պարոն Սիմոնյան, բայց գիտեք, մեր ժողովրդի ներկա վիճակը սարսափելի է, մարդիկ Գիտեմ։ շատ ծանր իրավիճակում են։ Ինչպիսին է տեսնում ժողովրդի վաղվա օրը, ինչ ծրագրեր ունեք հատկապես այդ խավի համար, ել չեմ խոսում փոքր ու միջին բիզնեսի հետ կապված։ Ես կարծում եմ, որ լուսավոր ապագա է մեզ սպասվում։ Ես հայ ժողովրդի տաղանդի վրա բոլորի կողմից չարչրկված, բայց իմ կողմից առաջ նետված բառով ասեմ, դույզն ինչ կասկած չունեմ։ Մենք շուտով շարքել ենք սկսելու քաղաքականություն նետված նոր բառերի շրջանակ, մարդկանց մոտ որ արմատավորված է եւ ովքեր են այդ բառերի նոր մշակույթի եւ կուլտուրայի հեղինակները, թող ավելի բարենորոգվի մեր քաղաքական խոսույթը։ Վառ եմ տեսնում, ուղղակի մի խնդրանք մեր սիրելի քաղաքացիներին, առաջինը որ կցանկանամ խնդրել, ոչ մի պարագայում չհուսալքվեք, որովհետեւ հայ ժողովուրդը առաջին անգամ չէ գոյութենական հարցերի շեմին կանգնած։ Նախկինում մեր ապուպապերը նմանատիպ իրավիճակներում հայտնված եղել են եւ հայ ժողովրդի մեծամեծ ուսուցիչները մեզ այդ բանաձևը տվել են եւ այդ ուսուցիչներից մեկը Գրիգոր Նարեկացին է, որ իր ողբի մեջ նշում է, թե ինչպիսին պետքա լինի հայը եւ սովորեցնում է, որ հուսալքված մարդը ամենաստորագույն արարածն է աշխարհի վրա, որն ինքն իրեն ինքնակամ նետել է ամենաանհատակ օվկիանոսի խորը անդունդը, որն ամենահեռուն է պահում իրեն Աստծուց, որտեղ հուսալքված մարդու մեջ բացակայում է սերը, բացակայում է հավատը, այն 3 կատեգորիաները, որոնք մարդուն կապում են Աստծու հետ։ Այսինքն, այլաբանորեն Նարեկացին ասում է, ով հայ մարդ, որ ծնվել ես որպես հայ, քեզ պատգամ, որ որևէ մի պարագայում չհուսալքվես։ Սա ինչ է նշանակում, միայն չհուսալքվելը որպես էմոցիոնալ հանգամանք բավարար չէ։ Մի հուսալքվեք եւ այնուամենայնիվ անկախ ձեր ընտրության որակներից գնացեք ընտրություններին։ Գնացեք ում ուզում եք ձայն տվեք, բայց գնացեք ընտրությունների։ Երկրորդ խնդրանքս, բացի հուսալքվելը, որ ես կխնդրեմ հայ ժողովրդին, ներդրում կատարեք ձեր երիտասարդ երեխաների եւ թոռնիկների վրա։ Նրանք են ապագան, նրանք են լինելու ձեր կացության փոփոխությունների գլխավոր հնարավորությունը։ Տվեք պատշաճ դաստիարակություն, ոչինչ մի խնայեք նորմալ կրթություն ստանալու համար։ Ձևավորեք նորմալ քաղաքացիներ, որտեղ ապագան նրանց է եւ այդ ապագան շատ շուտ է
կյանքի կոչվելու, նրանք են ապահովելու Հայաստանի Հանրապետության եւ թռիչքը եւ ձեր կեցության գլխավոր հնարավորությունները։ Այս երկու խնդրանքից առավել խնդրանքներ չեմ կարող տալ, ես ինձ չեմ կարող թույլ տալ եւ համարում եմ գերբավարար։ Ինչպես ենք մենք պատկերացնում փոփոխությունները։ Հայաստանի Հանրապետությունը արդեն գիտակցում է, որ ինքն անկախ պետություն է, նետված է համաշխարհային անկախ պետությունների օվկիանոս, եւ մենք կամաց փոքրիկ նավակի կարգավիճակից պետք է կայուն նավի կարգավիճակ ունենանք, որն ունի առագաստներ, ունի խարիսխ, հարկ եղած դեպքում կանգ առնելու եւ կործանումը կասեցնելու եւ առագաստներ, որ ճիշտ ուղղությամբ նպատակակետին ընթանալու եւ արդեն ունի սպառազինություն, որ ճակերտավոր ասած, տարբեր հարձակումները եւ արժեշահային համակարգը, որը մեզ սպառնում է, վանենք եւ կասեցնենք։ Կասկած չունեմ, հիմա ինքնամաքրման ճանապարհով ենք ընթանում, ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը իր տաղանդով այս դժվարին իրավիճակներից դուրս կգա փառքով։ Գիտեք, ես ուզում եմ, որ մենք անպայման խոսենք նաև Հունգարիայում տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունների մասին, ինչը հատկապես դեպի ընտրություն գնացող մեր ժողովրդին, մեր կուսակցությունների եւ դաշինքների ղեկավարների համար փայլուն օրինակ էր։ Սիրելիներ, քաղաքացիներ, Հունգարիայում թթվի քար են հեռացրել։ Թթվի քար, որին սատարում էր Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը։ Զարմանալի չէ, երկու բևեռները։ Այո, անգամ Վենսը սատարման կոչ հնչեցրեց։ Բայց դա չխանգարեց հունգարանցիներին գնալու ազատագրման ճանապարհով։ Եվ հունգարացիները գնացին ազատագրման ճանապարհով, հիմա արդեն տարբեր տեսակի բաներ են բացահայտվում, որ նոր վարչապետը Մադիարը Ֆիցոյի հետ կապված լատենտ պայմանավորվածություններ է բացահայտում։ Դա խթան է հանդիսացել տարբեր երկրներում հարևան պետություններում քաղաքական տրանսֆորմացիաների։ Օրբանի պարտությունը ձևավորեց նախադեպի ինստիտուտ Տարոսը Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ես մի բանի շուրջ եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրեմ, դուք հարցի մեջ ձևակերպեցիք, ես ուղղակի մոռացա նախքին հարցի մեջ պատասխանել փոքր եւ միջին ձեռնարկությունների հեռանկարը եւ ճակատագիրը։ Գիտեք, պետության խնդիրը չի սպանել բիզնեսը։ Երբ որ ասում են փոքր եւ միջին, նշանակում է նրանք ահռելի քանակությամբ կապիտալների չեն տիրապետում։ Հնարավորություններ չունեն վարձելու հաշվապահներ, ֆինանսիստներ, իրավաբաններ, որպեսզի կարողանան այս խճճված հարկային օրենսդրությունների շրջանակում իրենց հաշվետվությունները պատշաճ ներկայացնեն։ Փոքր եւ միջին ձեռնարկություններին նեղացնում են շրջանառության հարկով, որ ավելացրել են 5%-ից դարձրել են 10%։ Բացի այդ, փոքր եւ միջին ձեռնարկություններին նեղացնում են բյուրոկրատիայով։ Քաշքշուկի մեջ են, պատուհանից պատուհան են վազում նույն փաստաթղթերը ներկայացնելու։ Շնորհապետական կուսակցությունը ինչ է առաջարկում։ Առաջին հերթին մենք պետք է կարողանանք կյանքի կոչենք Էստոնիայի կարգավիճակով պայմանավորված թվային Հայաստան կոնցեպտը։ Ընդ որում ես ձեզ ուզում եմ ասել, որ Էստոնիայի թվային առաջընթացները ապահովել են հայեր։ Ու այդ մարդիկ եկել նույնը առաջարկել են Հայաստանում, այստեղ մերժում են ստացել։ Զարմանալի է, բայց դա փաստ է։ Դե հիմա պատկերացրեք թվային Հայաստան մոդել գոյություն ունի, որտեղ ամեն ինֆորմացիա քո մասին լինես ֆիզիկական անձ թե իրավաբանական անձ գոյություն ունի, պատկան մարմինը էլ ձեզ չի կոպիտ ասած քաշ քշելու ձեր հարկ վճարողի համարը կոդը գրելու է կամ ID քարտի թվերը լրացվելու են ամբողջ ինֆորմացիան համապատասխան պատկան մարմնի տեսանելիության հնարավորությունների, որտեղ ամեն պատկան մարմին իր չափով ինֆորմացիա կարա ստանա, ստանում են ամեն անհրաժեշտ փաստաթուղթ, էլ չեն քաշքշում մարդկանց։ Միացյալ Նահանգներում ինչքան հետաքրքիր մոտեցումներ կա, եթե փոքր եւ միջին ձեռնարկությունները շահույթ չեն ստացել, միայն ծախս է գնահատվել տարվա ամփոփիչ հաշվետվություններում, պետությունը գումար է հետ վերադարձնում, որ չխեղդեն բիզնեսին։ Գերմանիայում եւ Սինգապուրում մոտեցումներ կան, թե ինչպես կարելի է անել, օրինակի համար այսպիսի մի մոդել, եթե ամբողջ շահույթը, որը ստացել է փոքր եւ միջին ձեռնարկությունը, ամբողջությամբ ներմուծում է բիզնեսի մեջ, պետությունը 0% է սարքում շրջանառության եւ շահութահարկը։
Այսինքն դու գնացել ես խոշորացման։ Հիմա այստեղ մի երկու կարևոր հանգամանք կա։ Նախ դու պետք է խրախուսես, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները կայանան։ Բայց դու շատ կոմֆորտ իրավիճակ չպետք է ձևավորես փոքր եւ միջին բիզնեսի համար, որ խոշորները չփշրվեն փոքր եւ միջինների։ Այլ փոքր եւ միջինները գնան խոշորացման կամաց դառնան արդյունաբերական ձեռնարկություններ, որտեվ եթե փոքր եւ միջինը մեծացավ դարձավ արդյունաբերական խոշոր ձեռնարկություն, ավելի մեծ արտոնություններից է օգտվում։ Եվ փոխարենը պետությունը խեղճացնելուց մուլտիպլիկատիվ էֆեկտով տեսեք դիվերսիֆիկացիան ոնց աշխատում։ Մեկ գործարանի տեղը ստացվում է 10 գործարան, դու ավելի քիչ հարկեր ես ստանում մեկից, բայց 10-ի գոյության պարագայում նրանց համախառն հարկային հնարավորությունները գերազանցում են քո ամենաֆանտասմագորիկ եւ ծանր հարկային իրադրություններին, որի պարագայում կարող էր գոյություն ունենալ մեկը։ Այդպես կզարգացնենք երկիրը։ Իհարկե, համամիտ եմ։ Դա վերադառնանք մեր տարածաշրջանում ընդհանուր առմամբ տիրող բարդ իրավիճակին, խոսքս Իրանի, Միացյալ Նահանգների, Իսրայելի այս հակամարտության մասին է, որտեղ ճիշտ է, ժամանակավոր հրադադար է, բայց այստեղ նոր զարգացումներ այնուամենայնիվ կլինեն։ 6-րդ սերնդի պատերազմները փոխում են իրենց կերպը։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, ասեմ ավելին, 16 թվականի ապրիլյան քարոզիայի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանագոտին Վարանդան ջրականը դարձավ մարդկության պատմության մեջ առաջին անգամ կիրառվող դրոնային պատերազմի թատերաբեմ, դրոնների պատերազմի թատերաբեմ։ Այնուհետև մենք տեսանք, որ 2020 թվականի ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանագոտում Արցախի նկատմամբ սանձազերծված մոբիլ արագ գործող հատուկ ջոկատայինների խմբերի շարժերի եւ կրկին դրոնների պատերազմ էր։ Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ այդ պատերազմում առաջնայնություն են կրկին ստանում հրետանին, դրոնները, այդ թվում նաեւ ինժեներական զորքերը։ Իսրայելական պատերազմը Համասի նկատմամբ տարբեր տեսակի Հեզբոլլահի եւ տարածաշրջանի հութիների եւ այլ հանգամանքներով պայմանավորված ցույց տվեց, որ 6-րդ սերնդի ռազմական գործողություններում ակտիվորեն սկսում են կիրառվել հատուկ ծառայությունները։ Իսրայելա-իրանական պատերազմի վերջին իրավիճակներում ցույց տրվեց, որ հատուկ ծառայությունները գերճշգրիտ սպառազինությունը, նաև ռազմավարական սպառազինությունը, որով մենք տեսանք, որ B տիպի Northrop ինքնաթիռները ռազմավարական հրթիռակոծությունների ենթարկեցին ռազմավարական նշանակության օբյեկտները, այդ թվում նաև երկրի վերնախավի ոչնչացման համատեքստում փորձեցին հարցը լուծել, բայց սա էլ չաշխատեց։ Այսինքն տարածաշրջանային ռազմական գործողությունների մեջ ես նկատում եմ պատերազմի դեմքի փոփոխություն։ Պատերազմի դեմքն է փոխվում։ Եվ այստեղից մենք հետևություններ պետք է անենք, ինչ պետք է անել կանխարգելիչ քաղաքականություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի ռազմավարական ընտրանու աստիճանակարգային էշելոնացված մոդել, որ առաջին շերտը եթե չլինի, երկրորդ շերտը պատասխանատվություն վերցնի, երկրորդ շերտը եթե չլինի, երրորդ շերտը պատասխանատվություն վերցնի։ Ցավոք սրտի այդպես չի։ Ինչպես եւ ցանկացած այլ ոլորտ, որ մենք նայենք, թե հակաօդային պաշտպանության առումով, թե տեղեկատվական անվտանգության առումով, թե հատուկ ծառայությունների պատրաստակամությունների առումով, թե հակաօդային եւ օդային հնարավորությունների, տիեզերական նավիգացիոն հնարավորությունների առումով ամենուրեք խնդրեմ է։ Եվ եթե դու հայացք ես նետում տեսնում ես հերիք չի 40 տարվա ընթացքում ոչինչ չեն արել, հələ մի բան էլ վրադիր 8 տարվա ընթացքում գրեթե ոչինչ արված չէ։ Մեղմ ասած տարակուսելի է։ Եվ մենք ունենք ընդամենը մեկ կյանք, մեկ արժանապատվություն եւ մեկ հայրենիք։ Պետք է կարողանանք իմի բերենք մեր հույզերն ու ամբիցիաները, կարողանանք առողջացման ճանապարհի վրա կանգնել։ Ընդ որում, կարճ ասած, Ամերիկայի եւ Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի նկատմամբ դեռ անկախատեսելիության շերտի մեջ են։ Դժվար է ասել, Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական պարտություն է կրել միջուկային տեխնոլոգիաների առումով, որովհետև եթե անգամ պատերազմը հիմա կանգնի,
Առնվազն 20 տարի է պետք, որպեսզի վերականգնեն այդ հնարավորությունները, բայց հրթիռային տեխնոլոգիաները դեռ պահպանվում են։ Եվ Իսրայելն ու Միացյալ Նահանգները ռազմավարական պարտություն են կրել, որ բլիցկրիգի միջոցով իրենց պլանը չաշխատեց։ Գնում է երկարատև գործընթաց։ Իսկ երկարատև գործընթացի ընթացքում 90 միլիոնանոց 1.6 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող 5 քաղաքակրթությանը դժվար թե կարողանաս ծնկի բերել։ Մի խոսքով նոր զարգացումների սպասենք։ Միանշանակ տարածաշրջանը թևակողել է անկանխատեսելիության տիրույթ եւ այստեղ միակ տրամաբանական հանգամանքը ուժեղ լինելն է, ուժեղ դառնալն է։ Իսկ ես խիստ կասկածում եմ, որ այն քաղաքական ուժը, որ Հայաստանի Հանրապետության բանակը եւ զինված ուժերը պահեստային կարգավիճակի մեջ են դիտարկում, նրանք հնարավորություն ունեն Հայաստանը ուժեղացնելու։ Հայ ժողովուրդը պետք է արթնանա, սիրելիներ, լայնածավալ, անվտանգային փոփոխությունների կարիք ունի երկիրը։ Լիովին համամիտ եմ, շատ լավ ասացիք, հայ ժողովուրդը պետք է արթնանա, որտեվ այլապես կարող է շատ ուշ լինել։ Այո։ Շնորհակալ եմ, որ եկաք, մեր կապը Սիրով։ ձեզ հետ պահենք, Սիրով։ որտեվ առջևում ընտրություններն են, դեր առիթ կլինի նորանոր հանդիպումների, բայց ամենակարևորը ես ձեզ ուզում եմ մաղթել հաջողություն։ Շատ շնորհակալ եմ։ Լավ եղեք, պինդ, ամուր։ Առաջ Աստված։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն էր այսօր Փակ TV տաղավարում, ինչպես ասացի, սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։